Պարոն Գոնջարյան, ինչ եք կարծում, պետք է ՔՊ էթիկայի կանոնադրույթի 4-րդ կետի շրջանակներում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը քննվի կուսակցության վարչությունում, թե ոչ, հիշեցնում քաղաքացու միջադեպի ժամանակ երկու ստեկ հայերյաններ էին հնչել ընդդիմադիր քաղաքացին կամ գործիչներ հայել ազգային ժողովի նախագահ նույնքեր պատասխանել էր։ Նախ դուք ճիշտ նշեցիք, որ ընդդիմադիր գործիչն է, որը ես ակնհայտ որակում եմ որպես սադրանք, այդտեղ պարզապես քաղաքացի պաշտոնյա հարաբերություն չէ, եղել է սադրանք եւ ազգային ժողովի նախագահը հայտնվել այդ սադրանքի կենտրոնում։ Ձեր առաջին հարցին, թե արդյոք ես տեսնում եմ այս պահին նման օրակարգ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության վարչությունում քննարկելու, ես այդ օրակարգը չեմ տեսնում։ Գնանք ինչքան էլ որ քաղաքացին կամ ընդդիմադիրը կամ որևէ մեկ այլ են սադրամ կանի դիտավորյալան, բայց իշխանության ներկայացուցիչը ունի, չէ, բաներ գծեր, որոնք չպետք է անցնի եւ պետք է ավելի հանդուրժող լինի, ավելի օրենքի ճանապարհով ինչու ոչ լուծել խնդիրները, այլ ոչ թե նույն մակարդակի։ Ես համաձայն եմ, որ պաշտոնյաներս պիտի լինենք ավելի հանդուրժող, պիտի լինենք ավելի զուսպ, դա մեր հանրային պարտավորությունն է, բայց ես ուզում եմ նաև, որ դուք չմոռանաք, որ պաշտոնյաները մարդիկ են, ովքեր եւս ունեն իրավունքներ եւ ունեն արժանապատվություն։ Եվ մասնավորապես, երբ որ որոշ քաղաքական շրջանակներ, քաղաքական ակտիվիստներ հղում անելով պաշտոնյաների զսպվածության պարտավորությանը խախտում են մարդու արժանապատվության հիմնարար նորմերը, հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են, սեռական հայհոյանքներ են տալիս, դրանով սադրելով մարդուն դնում են մի այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված է պաշտպանվել եւ պաշտպանել իր արժանապատվությունը, հետո պետք չի գալ եւ ասել, բայց դուք պաշտոնյաները պիտի լինեք, այո, համաձայն եմ, որ պաշտոնյաները պետք է լինեն զուսպ, բայց անկախ մարդու կարգավիճակից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի սահմանադրության նորմը, այն է մարդու արժանապատվության իրավունքը, հարգելի գործընկերներ, բայց ընդհանուր առմամբ բնականաբար ես համաձայն եմ, որ մենք պաշտոնյաներս պիտի լինենք մի քանի անգամ ավելի ուրեմն զուսպ, մի քանի անգամ ավելի պատասխանատու, քան թե այն քաղաքացիները, ովքեր չեն զբաղեցնում հանրային պաշտոններ։ Բայց այս դեպքում ես ուզում եմ շեշտենք, որ խոսքը չի գնում քաղաքացու եւ պաշտոնյայի միջև պարզ հարաբերության մասին, խոսքը գնում է քաղաքական ակտիվիստի, կուսակցական գործչի կողմից իրականացած սադրանքի մասին։ Այլ կանոնագիրքերին չի Ես արդեն ասացի։ Խնդրեմ։ Պարոն Գոնջարյան, մի քանի օր ավելի վաղ լերցրեք, բայց մի քանի օր ակտիվ իշխանությունը լրագրողներին է թիրախավորում, Նիկոլ Փաշինյանը, երեք դուք ազգային ժողովի ամբիոնի լրագրողներին, եթե չեմ ցավում, վակցիվի մեմուն անվանեցիք։ Ինչու եք նման։ Որոշ լրագրող, որոշ մարդկանց, ով ասեմ, նախ ես մեծագույն հարգանք ունեմ այն լրագրողների նկատմամբ, ովքեր որ կատարում են իրենց լրագրողական պարտականությունները, գնում են ճշմարտության որոնման հետքերով, հանրությանը մատուցում են ոչ fake տեղեկատվություն եւ նման լրագրողների նկատմամբ ես հարգանք ունեմ։ Բայց այն մարդկանց նկատմամբ, ովքեր լրագրողական բեյջի տակ ծվարել են որպես քարոզչական մարտագլխիկներ եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, ովքեր որ լրագրողական բեյջի տակ թաքնված իրականում իրականացնում են քաղաքական ակտիվիզմ, ահա այդ մարդկանց նկատմամբ, այո, իմ վերաբերմունքը ես երեք ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Այդ մարդիկ լրագրող չեն։ Նրանք լրագրողական բեյջի տակ թաքնված քարոզչական մարտագլխիկներ են, ովքեր որ իրենց ստի եւ կեղծիկի թույնով ամեն օր թունավորում են Հայաստանի ժողովրդին, Հայաստանի հանրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանք ովքեր որ կատարում են քաղաքական պատվերներ, ովքեր փողով գրում են հոդվածներ, ովքեր որ ընդհանրապես թքածուն են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա, ես համարում եմ, որ այդ մարդիկ լրագրող չեն, ուղղակի լրագրողական բեյջի տակ թաքնված մարտագլխիկներ են։ Եվ այո, այդ մարդկանց ես ասում եմ, այո, երեք ասել եմ, վաքսի վրի մեյմուններ, իրանք լրագրող չեն։ Լրագրողների նկատմամբ, ձեր նկատմամբ մեծ հարգանք ունեմ, Նարեկի նկատմամբ մեծ հարգանք ունեմ, շատ լրագրողների նկատմամբ մեծ հարգանք ունեմ, ովքեր որ իրենց լրագրողական գործունեության մեջ չեն դնում իրենց անձնական մոտիվը, չեն դնում իրենց ֆինանսատուների, իրենց ուրեմն վճարողների հարցերը, ովքեր որ չեզոք լրագրություն են իրականացնում եւ ովքեր որ այդ չեզոք լրագրության միջոցով պատրաստ են նաեւ լուսաբանել այն մարդկանց, ում որ իրանք չեն սիրում։
Իսկ ես օրինակ այն մարդիկ, ովքեր որ այն նշած սկզբունքներից շեղվում են, ես իրենց լրագրող չեմ համարում։ Ժողովուրդ ջան, դուք բոլորը տեսնում եք ու վարչապետները ինչ էր ասում, շատ ճիշտ բան էր ասում։ Այդ լրագրողների, այսպես կոչված լրագրողների մի մասը գնալու է մեզ անձրելու։ Խի, որովհետև որը որ մենք չեղենք իշխանության, իրանք գործ չեն ունենալու, իրանք պետք չեն լինելու։ Իրանք լինելու են անպետք, որովհետև իրանք փող տվողները, որ հիմա փող են տալի, որ մեզ սևացնեն, իրանք փող չեն տալու։ Իրանք այո գնալու են ֆայլաբազարում կանգնելու են օրվա հացի խնդիր լուծելու համար։ Ու իրենք չեն գնահատում այսօրվա ժողովրդավարությունը։ Ընդ որում ես ուզում եմ հանկարծ չշփոթենք, ինձ ընդհանրապես չի հուզում եւ չի անհանգստացնում, երբ որ մեզ օրինակ իմ մասին կամ իմ գործընկերների մասին ասենք տհաճ կամ սուր հարցեր են տալիս, որովհետեւ դա մեր պարտավորությունն է, մենք պետք է հաշվի նստենք դրա հետ։ Խնդիրը դա չի։ Խնդիրն է նա, երբ որ լրագրողների անվան տակ մարդիկ զբաղված են քարոզչությամբ, նպատակաուղղված քարոզչությամբ են զբաղված եւ կատարում են իրենց ֆինանսավորողների քաղաքական պատվերները։ Խոսքը այդ մարդկանց մասին է։ Եվ այդ մարդիկ այսօր այո Հայաստանի ժողովրդավարության համար վտանգ են ներկայացնում։ Շնորհակալություն։